Ձմեռվա վերջին օրերն էին, երբ Ջիվանը ստացավ մի տարօրինակ փաթեթ։ Մեջը Ստալինի ժամացույց էր։ Սկզբում այն սովորական նվեր էր թվում, բայց երբ սլաքները սկսեցին շարժվել, սենյակը լցվեց սրտի բաբախուն և խեղդված կրացոցի ձայնով։ Ջիվանը սարսափած էր։ Ամեն վայրկյանով նա զգում էր, որ ժամանակը ինքն իրեն հետևում է։ Ընկերները զգուշացնում էին՝ այդ ժամացույցը կյանքն ու մահը վերահսկելու ուժ ունի։ Եվ ավելի սարսափեցուցիչ էր, որ յուրաքանչյուր, ով մոտենում էր ժամացույցին, կամ լաց էր լինում, կամ հանկարծ անհետանում էր։ Ամառ, ցերեկ, գիշեր, սլաքները անընդհատ շարժվում էին, և նրա կյանքը դողում էր, ինչպես մոմը քամու մեջ։ Ջիվանը չգիտեր ինչ անի։ Ժամացույցը փրկում է նրան, թե դատապարտում է։ Բավական անգամ նա գրեթե կորցրեց գիտակցությունը վախից, և սլաքների ձայնը նման էր մեռյալների ճիչերի իր ականջին։ Եվ հետո եկավ վերջին օրը։ Սլաքները մոտեցան ժամը 12-ին։ Ջիվանի աչքերում արցունքներ էին, սիրտը բաբախում էր, ինչպես ձայնավոր թմբուկ։ Նա հասկացավ՝ ոչ մի փախուստ չկա։ Ժամացույցը նվեր է, թե սպառնալիք։ Ոչ։ Այս ժամացույցը պահում էր կյանքն ու մահը, և հիմա նրա հերթն էր։ Վերջ սարսափելի տեսարան, սլաքները կանգնած, մթություն, շնչառության ձայն, երաժշտությունը բարձրացավ և հանկարծ դադարեց։